Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախազգուշացրել է, Ռուսաստանում կարող են խնդիրներ առաջանալ հայկական բիզնեսի համար և հիշեցրել, որ Եվրամիության անդամակցությունը կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան այցը գնահատել է որպես շատ հաջող, քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։ Առաջիկա շաբաթներին կարող է ուժեղ հարված հասցվել Իրանին, ասել է Դոնալդ Թրամպը։ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը ուժով բացելը անիրատեսական է և հարցը պետք է լուծվի Իրանի հետ համագործակցությամբ։ Զանգեզուրի միջանցքի ավտոճանապարհի աշխատանքների 90%-ը, իսկ երկաթգծի 70%-ը ավարտված է, տեղեկացրել է Ալիևը։ Ավիահարվածի հետևանքով ծանր վիրավորվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից Խարազին, որ ներգրավված էր Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ Մեծամորի ատոմակայանը 5 ամիս չի գործի, կփոխարինեն արևային կայանները։ Կառավարության որոշմամբ առողջության ապահովագրությունից կօգտվեն նաև օնլայն տաքսիների վարորդները։